Հալելույա, փառք Հիսուսին։ Ծնվեց երկրի վրա մի փոքրիկ մանուկ, անունը դրեցին Հիսուս, դա տեղի ունեցավ մեզանից մոտ 2000 տարի առաջ։ Ապրեց երկրի վրա մի կարճ ժամանակ, ընդամենը 33 տարի, մահացավ երիտասարդ հասակում, բայց մահացավ մեր համար։ Չձգտեց իր հաճույքներին, չձգտեց, չգիտեմ ինչ էս աշխարհի բառերով ասած կյանք տեսնել էս աշխարհի վրա, այլ հակառակը ասեց ես եմ կյանքը։ Եվ նրանից հետո էլ իր աշակերտները ասեցին, ով որ Հիսուսին ունի կյանք ունի, ով նրան չունի կյանք չունի։ Դուք ունեք Հիսուսին, հաղորդակցվում եք նրա հետ, դուք հասկանում եք ինչ է նշանակում կյանք ունենալ, ալելույա։ Գիտես, որ ունես մեկին, որի հետ ապրում ես մտերիմ հարաբերությունների մեջ, որին սիրում ես, որը քեզ առաջնորդում է, նա գիտի քո կյանքի բոլոր մանրամասները, քո սրտի մտածմունքները, վախերն ու անհանգստությունները։ Գիտես, որ ինքը գիտի։ Երբ որ գիտի, նաև հոգսակից է քեզ պատրաստ է օգնելու ամեն ինչի մեջ, թող իր անունը փառավորվի։ Բայց սա մի բարի լուր է, որ մենք ունենք մեր կյանքում, որ ինչ որ ժամանակ մեր կյանքի ինչ որ տարիքում մեկ էլ այդ լուրը հասավ մեր ականջին։ Ինչ որ մարդկանց միջոցով, որոնց Աստված ուղարկել էր հատուկ այդ լուրը հասցնելու մեզ։ Դուք այդպես եք հավատում։ Ու այդ մարդիկ, որ ուղարկված էին հասցնելու, նրանք իրենց գործը կատարեցին։ Մենք դարձանք մարդիկ, քանի որ լսեցինք ու ընդունեցինք այդ լուրը, շատ հաճախ դժվարություններով ընդունեցինք, հակառակվելով, դուք գիտեք բոլորը։ Այն մեկը ինքը գիտի ինչպես ընդունել այդ լուրը։ Ու ինչեր ասել այդ լուրը բերողին, ինչքան է կռվել այդ լուրը բերողի դեմ։ Մենք այդ բոլորը գիտենք, չէ՞։ Բայց քանի որ դու դարձար արդեն Հիսուսինը, դու դարձար այդ լուրը քո մեջ կրողը։ Դու դարձար մի մարդ, որ արդեն Հիսուսի այդ падգամը ունի իր մեջ։ Ու կարա մարդկանց ասի, որ կա երջանկություն, որ կա Աստված, որը քեզ սիրում է ու քո համար, քո մեղքերի համար մեռել է։ Ու հավիտենական կյանքի ճանապարհը բացել քեզ համար։ Գիտեք դուք սա։ Դուք այն մարդիկ եք, որ արդեն ձեր սրտերի մեջ ունեք այս լուրը, որ դուք արդեն քայլում եք այդ հավիտենական կյանքի ճանապարհով։ Հետևաբար, նրանց, ում Աստված կանչեց իր որդուն ընդունելու, նրանք ինքնըստինքյան դարձան մարդիկ, ովքեր ուղարկված են այդ լուրը փոխանցելու ուրիշների։ Եվ քրիստոնեական կյանքը այսպիսին է, ինքը միշտ մարդուց մարդ փոխանցվող մի սկզբունք է։ Մի բան չի, որ մարդիկ ծնվում են քրիստոնյա, այդպեսի բան հնարավոր չի։ Մի բան չի, որ մարդիկ կարող են ինչ-որ արարողության միջոցով դառնալ քրիստոնյա, մինչև չընդունես այդ լուրը, ու հարաբերություն չառաջանա քո եւ Հիսուսի միջև, քրիստոնեություն գոյություն չունի։ Առաջին անգամ քրիստոնյաներ կոչվեցին նրանք, ովքեր Հիսուսի աշակերտներն էին։ Այո, գրված Աստվածաշնչում, աշակերտները առաջին անգամ կոչվեցին քրիստոնյաներ Անտիոքում։ Եվ ինչու՞, որովհետև ուրիշ ոչ մեկի քրիստոնյա չեն անվանում, միայն Հիսուսի աշակերտին, նա ով կկարողանա հարաբերություն ունենալով Հիսուսի հետ նրանից սովորել։ Նրանք կոչվեցին աշակերտներ։ Հիսուսը հավաքեց աշակերտների մի խումբ, երբ երկրի վրա էր, սովորեցրեց աշակերտներին ու ուղարկեց, ասեց գնացեք, անընդհատ ասեց գնացեք, ու շատ անգամ դուք այդ բառը կհանդիպեք։ Բացեք ինձ հետ Մատթեոս 10-րդ գլուխը։ Այսօր հետաքրքիր մի հատված պիտի ուսումնասիրենք իրար հետ։ Հəl չենք խոսելու այդ լուրը ընդունելու մասին, խոսելու ենք այդ լուրը տանելու մասին։ Մատթեոս 10-րդ գլուխ, հենց առաջի խոսքում կարդում ենք. Լավ կլինի որ հետևեք, որովհետև այն ինչ որ ես ձեզ պիտի սովորեցնեմ, դրանից շատ ավելին Սուրբ Հոգին ձեզ կսովորեցնի, երբ որ դուք հետևեք խոսքին։ Իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա, որպեսզի նրանց հանեն, ամեն ցավերը ու ամեն հիվանդությունները բժշկեն։ Եվ շարունակության մեջ կարդում ենք, ու 12 առաքյալների անունները սրանք էին, ես դրանք չեմ կարդա իհարկե։ Եվ 5-րդ խոսքում, երբ որ անունների ցուցակը վերջանում է, տեսեք ինչ է գրված, այս 12-ին Հիսուսը ուղարկեց, ասաց գնացեք, ուղարկեց ինչ-որ գործ անելու, որովհետև իշխանություն էր տվել այդ գործը անելու համար։ Ոչ միայն այդ իշխանությունով պիտի գնային ու բժշկեին, այլ պիտի խոսեին թագավորության մասին, պիտի ցույց տային թագավորությունը։ Եվ սա շատ ավելի թանկարժեք, քան թե մարդկանց առողջությունը, միայն թե մարդիկ կարողանան սա հասկանալ։ Որովհետև եթե մարդը 100 տարի ապրի, չգիտեմ 200 տարի ապրի շատ առողջ, ուտելով, խմելով, ոչ մի դժվարություն չտեսնի երկրի վրա, բայց մայից հետո գնա դժոխք, իր ինչին էր պետք այդ կյանքը ուտելն ու խմելը։ Գիտեք, ամենաերկար ու ամենաերջանիկ կյանքը ոչինչ չարժի հավիտենության առաջ։ Որովհետև մենք այս ֆիզիկական մարմնի դեն գցելուց հետո, այս ֆիզիկական մարմնի մահից հետո մենք հավիտյան պիտի ապրենք այս գիտակցությունով, ինչպես դու հիմա մտածում ես, ինչ զգացումներ որ դու ունես, այդ դա պիտի պահպանվի անընդհատ, ամեն ժամանակ։ Հասկանում եք, հավիտենության առաջ այս կարճ կյանքը ոչինչ չարժի։ Դրա համար քրիստոնյաների համար, նրանք ովքեր իսկապես հավատում են գրված Աստվածաշնչյան խոսքին, նրանք չեն վախենում մահից, նրանք պատրաստ են դեն գցելու իրենց մարմինը դուրս գալու ապրելու հավիտենության մեջ, որովհետև գիտեն դրանից հետո ում հետ են ապրելու։ Այստեղ մարմնի մեջ եղած ժամանակ իրենք պատրաստել են արդեն իրենց ապագա կյանքը։
Ապագա կյանքը, մյուս կյանքը պատրաստում են այստեղ Աստծո հետ հարաբերություն ունենալով։ Երբեք չմտածեք, որ բարի գործերով հնարավոր կլինի Աստծուն հաճելի լինել։ Դա երբեք անհնարին բան է ուղղակի։ Այդ մարդը զբաղված կլինի ինքնախաբեությունով։ Կմտածի, որ ինքը բարի գործերով պիտի հաճելի լինի Աստծուն, մեկ էլ մարմնից դուրս է գալու ու տեսնի, որ դա ոչինչ արժեք չուներ։ Հասկանում եք, ինչի մասն է խոսքը։ Աստվածաշունչը շատ հստակ խոսում է, որ միայն մի ձևով կարելի է մոտենալ Աստծուն ու փրկվել, ունենալ հավիտենական կյանք, առաջացնելով հարաբերություն Աստծո հետ, որովհետև գրված է, որ մարդուն այս կյանքը տրված է նրա համար, որ ինքը գտնի Աստծուն։ Մենք այն մարդիկ ենք, որ արդեն գտել ենք Աստծուն։ Համաձայն եք ինձ հետ, դուք գտել եք Աստծուն, հարաբերվում եք նրա հետ ամեն օր։ Հետևաբար դու պարտավոր ես այդ բարի լուրը, այդ կարևոր լուրը փոխանցել մարդկանց։ Բայց դա հեշտ չի լինում, որովհետև մարդիկ քեզ հակառակ խոսեն շատ, մարդիկ քեզ անուններ կկպցնեն։ Իրենց մտածածից դուրս դու նոր մի բան կբերես իրենց կյանքում։ Դրա համար էլ դժվարություն կունենաս։ Կբերես մի բան, որը իրենք չեն կարող ընդունել, իրենց գաղափարներին հակառակ կլինի, ու իրենք կնայեն քեզ ու կասեն դու խելքդ թռցրել ես, չգիտեմ, վատ բաներ ու էլի վատ բաներ։ Բայց դա չի նշանակում, որ դու պիտի շարունակես այդ գործը անել, որովհետև սա Աստծո կողմից քո կանչն է, քո գործն է, որ դու պիտի անես դա։ Հասկանում եք ինձ։ Ու համաձայն եք լինել այդպեսին։ Այդ դեպքում ես նկարագրեմ, թե ինչեր պիտի լինի մեր կյանքում։ Եկեք կարդանք նորից Մատթեոս ավետարանի 10-րդ գլխի 16-րդ խոսքը։ Նորից գրված է, ուղարկում եմ ձեզ։ 16-րդ խոսքում կարդում ենք. «Ահա ես ձեզ ուղարկում եմ, իբրև ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք, աղավների պես միամիտ, իսկ մարդկանցից զգուշացեք»։ 17-րդ խոսքում։ Կարդացեք ինձ հետ։ Այսօր պիտի խոսեմ այս 4 կենդանիների մասին, որոնց մասին գրված է այս փոքրիկ խոսքի մեջ, այս կարճ խոսքի մեջ։ Ես իհարկե չեմ նայել ինչ հերթականությունով են դասավորված այստեղ կենդանիները, բայց կդասավորեմ մի ուրիշ կարգով, լավ։ Առաջին կենդանի, որի մասին կպատմեմ ձեզ, գայլերն են։ Տեսեք, ահա ես ձեզ ուղարկում եմ իբրև ոչխարներ գայլերի մեջ։ Մենք Հիսուսի ոչխարներս շատ ուրախ ենք դրա համար։ Աստված մեզ ուղարկել է աշխարհի մեջ, ասում է ձեզ գայլերի մեջ եմ ուղարկում։ Կարծում եմ տարբերությունը շատ լավ հասկանալի է։ Աստվածաշունչը խոսում է գայլերի մասին։ Սա միակ տեղը չի, որտեղ նկարագրված է գայլերի վերաբերմունքը ոչխարներին։ Օրինակ, Հովանու ավետարանի 10-րդ գլխում Հիսուսը ասեց գայլերի մասին, ասեց գալիս են երկու բանի համար՝ գողանալու համար ու ցրելու համար ոչխարներին։ Դուք նկատել եք գայլերը ինչ հատկություն ունեն։ Երբ որ իրենք մտնում են ոչխարների հոտի մեջ, իրենք չեն մտածում կշտանալու մասին, իրենք մտածում են սպանելու մասին։ Այն նայեք անհավատ աշխարհին ու տեսեք ինչքան գայլեր կան մեր շուրջը։ Այս երկու բանը անընդհատ տեղի կունենա մեր կյանքում։ Անընդհատ մեզ կուզենան ցրել իրարից, խառնել, կռիվներ սարքել մեր մեջ, որովհետև մեր շուրջը գայլեր կան, որովհետև տրամադրված են։ Գիտեք, այդ գայլեր, որ ասում ենք, պետք չի մարդկանց այդպես նայել, որովհետև այդ մարդիկ իրենք էլ չգիտեն, թե ինչ են մեզ հակառակվում։ Իրենք էլ չգիտեն, թե ինչ են մեզ հակառակ խոսում։ Իրական գայլը չերևացող է, մեզ նման չի, մեր արտաքին կերպարանքը չունի, բայց մարդիկ մեզ նման են, չէ՞։ Այն իրական գայլը, որ մռնչալով, չգիտեմ, ատամները սրած, փորձում է մեզ խառնել, փորձում է մեզ ցրել ու սպանել, այդ գայլը գտնվում է չերևացող բաժնում, որ գրավում է մարդկանց ու գայլին նման հարձակվում է մեր վրա ու փորձում է մեզ կուլ տալ։ Գիտեք ինչու, որովհետև մենք ուղարկված ենք հենց իրանց մեջ։ Հիսուսը ուղարկեց հենց իրանց մեջ։ Լավագույն ձևը, որ կարողանում ես այս գայլերին հաղթել, այն պահն է, որ այդ գայլը դառնում է ոչխար։ Քանի դեռ գայլը ոչխար չի դառել, դու պիտի պայքարես, պատերազմես։ Իհարկե դեռևս ոչխարի մասին խոսեմ, բայց շատ ուշադիր եղեք, որովհետև գայլերը մեր շուրջն են ու հաջորդ խոսքը խոսում է իսկ մարդկանցից զգուշացեք։ Կարդում եք 17-րդ խոսքում, ես միայն առաջի հատվածն եմ կարդում, իսկ մարդկանցից զգուշացեք, որովհետև մարդիկ երբեք կյանքում լավ բան չեն ասի կամ լավ բան չեն անի։ Գիտեք, երբ որ մարդը մարդուց լավ բան է պահանջում, այս մարդը ուղղակի աստվածաշնչյան խոսքը չգիտի, որովհետև աստվածաշնչյան խոսքին նայելով ասում է, որ մարդու մեջ ոչ մի լավ բան չկա։ Գայլը կարծես թե ծնվում է մարդու մեջ հենց ծնված օրվանից։ Երբ որ մարդը ծնվում է իր ծնողներից, արդեն կարծես այդ գայլը իր ներսում լինի։ Կարծում եք ինչ են երեխաները զենք սիրում, երբ որ խանութ են գնում, որովհետև այդ բնությունը իրենց մեջ կա, որովհետև իրենք սիրում են սպանել։ Հիշում եմ մեկը ասում էր, երբ որ երեխաները նստում են հեռուստացույցի առաջ, չէ, ավելի ճիշտ են խաղերի, որոնք խաղում են հեռուստացույցով, կամ հիմա կոմպյուտերներով ավելի շատ։ Ասում են փորձում են, ձգտում են սպանել, չէ՞ որ հիմա խաղերի մեծ մասը այդպեսին են սպանության։ Ասում են, երբ որ սպանում են, շատ ուրախանում են։ Երբ որ չեն կարողանում սպանել, ավելի են ձգտում սպանել։ Ինչու՞, որովհետև այդ գայլի բնությունը, կարծես գայլի հատկությունը արդեն կա մարդու մեջ։ Աստծո մեծագույն հրաշքներից մեկն է, որ մարդկանց մեջ փոխվում է սա, դառնում է սիրո բնություն։ Մարդը չի մտածում դիմացինին սպանելու, այլ մտածում է դիմացինին ծառայելու մասին։ Ես որ պատմում եմ, երևի դուք ձեր մեջ բռնացնում եք այդ ցանկությունները։ Նույն ձևով մարդկանց նկատմամբ, խաղերի նկատմամբ, այդ պայքարի, պատերազմի,
Հիշում եմ տարիներ առաջ մի աղջկա հարցրեցի, ասացի, ինչ կինոներ ես սիրում, ասաց կարատեի։ Ինքան զարմացա, հազվադեպ աղջիկներ են, չէ՞ որ կարատեի կինոներ են սիրում։ Բայց բարձում է գայլի բնությունը ամենտեղ կա։ Ընդ որում սպանելու հատկությունը միայն չի արտահայտվում ֆիզիկապես զենքերով սպանելու մասին։ Որքան են մարդիկ ձգտում խոսքով սպանել։ Եթե հանկարծ մեկը քեզ մի բադ բան է ասել, լավ, իր ձգտումը, իր բնությունը եղել է սպանելը, գայլի բնությունը եղել ուզում է քեզ սպանի։ Դու ինչ ես գայլային բնությունով պատասխանում նրան։ Դու էլ ուզում ես անպայման, չգիտեմ, մի հատ հարմար առիթ լինի, որ մի հատ այդ պատասխանը, չէ՞։ Նույն բնությունը ստացվեց, նույն ներսի աշխարհը ստացվեց, նույն մտածելակերպը, որը ճիշտ չի։ Գայլերը սպանելու, գողանալու, կորցնելու համար են, դրանք ուրիշ բանի համար չեն։ Լավ, եւ Հիսուսը պատահական չէր զգուշացնում, եթե ես ձեզ ուղարկում եմ, իմացեք, որ գայլերի մեջ եմ ուղարկում։ Ու զգուշ եղեք մարդկանցից, որովհետեւ մարդկանց կերպարով, նրանց մեջ մտած կամ նրանց վրա նստած խոշոր ատամներով գայլեր կան։ Եկեք մի անգամ էլ կարդամ այս խոսքը, հայր ձեզ ուղարկում եմ իբրև ոչխարներ գայլերի մեջ։ Ուստի օծերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ։ Առաջինը ուրեմն գայլն էր, երկրորդ կենդանին, որ կուսումնասիրենք, գրված է օծերի պես խորագետ եղեք։ Երբ որ Հիսուսը ուղարկեց ձեզ աշխարհ, ձեր առաջ գայլեր են դուրս գալու։ Ուրեմն ինչ պիտի անել։ Պետք է անել օծերի պես խորագետ։ Օծը ընդհանրապես իմաստության կամ խորամանկության կամ խորագիտության նշանն է, չէ՞։ Ու ծննդոց գրքից դեռևս կարդում ենք, որ Եդեմի պարտեզում բոլոր կենդանիներից ավելի խորամանկ էր օծը։ Ու մեկ էլ օծը հանկարծ դուրս է գալիս ու գալիս է Եվայի մոտ ու սկսում է Եվային խոսել, խաբել։ Ու խորամանկության աստիճանը։ Տվյալ դեպքում Հիսուսը չի խոսում բացասական իմաստով օծը որպես սատանա։ Կենդանիների նկատմամբ մի տրամադրվեք։ Դրանք ուղղակի կենդանիներ են։ Կլինի օծ, թե կլինի գայլ, թե կլինի ոչխար, նրանք ուղղակի կենդանիներ են։ Բայց այն ինչ որ կա իրենց բնության հատկությունների մեջ, այդ դրանցից մենք սովորում ենք։ Ու տվյալ դեպքում օծին ներկայացրեց Հիսուսը որպես դրական, չէ՞։ Քիչ տեղեր է գուցե Աստվածաշնչում օծը որպես դրական ներկայացված, բայց այսը դրական տեղերից մեկն է։ Ասեց խորագետ, մեկը որ կարողանում է խորը մտածել ու խորը տեսնել։ Թեև օծից մարդիկ սարսափում են, որովհետև մի խայթոց օծի կարա մարդուն սպանի։ Նույնիսկ ասում են, որ օծի թույնի քանակը, որը մի անգամ խայթելիս լցնում է մարդու մեջ, այդ քանակը կարա մի քանի մարդ սպանի։ Պատկերացնեք ինչպիսի թունավորություն։ Բայց այս դեպքում չի խոսվում օծի վնասակարության մասին, այստեղ խոսվում է այն խորագիտության մասին, որով ինքը խուսափում է վտանգից։ Ուզում եք մի անգամ էլ կարդամ, իրար հետ հետևեք խոսքին։ Այս ձեզ ուղարկում եմ իբրև ոչխարներ գայլերի մեջ, ուստի օծերի պես խորագետ եղեք։ Այսինքն, երբ որ դու գնում ես վտանգավոր տեղ, օծի պես խորագետ մտածելով եղիր։ Իմացիր, թե ուր ես գնում, ու քո առջևում ինչ կա։ Ուշադրություն դարձրեք, օծերը հիմնականում սողում են, կանգնած չեն քայլում։ Ամենտեղ գլուխը չեն բարձրացնում։ Գիտեք, իսկապես օծերը շատ խորամանկ են։ Ու այն գաղափարը, որ օծը բնության մեջ կարան գնի մարդու ետևից, հերքվում է գիտության կողմից։ Օծերը այնքան իմաստուն ու այնքան խորամանկ են, որ եթե պատահական դու իրենց չտրորես, իրենք չեն խայթի։ Իրենք քեզանից ավելի շուտ են քեզ նկատում ու անմիջապես ճանապարհը փոխում են։ Նկատում եք, օծերը այսպեսին են։ Եթե դու ժամանակին կնկատես մի բան, որը վնասելու է քեզ, մի բան, որի հետ չես ուզում հանդիպել, որը քո հոգևոր աշխարհին պիտի վնասի, ժամանակին ճանապարհը թեքիր։ Օծի խորամանկություններից մեկն է։ Ինքը ամենտեղ գլուխը չի բարձրացնում, ուղիղ չի կանգնում։ Նկատել եք, որ մեկ-մեկ օծերը բարձրացնում են իրենց գլուխը, ուղիղ կանգնում են։ Ամենտեղ օծը գլուխը չի բարձրացնում, որովհետև գիտի դրա մեջ վտանգ կա։ Եկեք մի պահ մտածենք։ Չէ՞ որ մենք շատ ժամանակ գիտենք լավել, որ մեր կյանքում ինչ տեսակ բաներ կան, որ մեզ հոգևորապես վնասում են։ Որ գայլերը այդ բաները առաջացնում են նրա համար, որ մենք հոգևորապես վնասված լինենք։ Բնակ շատ մեղքեր, որոնց դրդում է այս աշխարհը, մեր շրջապատում եղած մարդիկ, որոնց մեզ դրդում են պայմանները, որոնք դրված են մեր աչքի առաջ որպես գայթակղություն, հրապուրանք։ Չէ՞ որ շատ մեղքերի մեջ մարդիկ ընկնում են հրապուրվելու պատճառով։ Հիմա տեսեք, չէ՞ որ քրիստոնյաները ես կարծում եմ բոլորն էլ լավ հասկանում են այս բանը։ Գուցե շատ խորը, շատ մանրամասն չեն հասկանում, բայց հիմնական բաժնում հասկանում են սրանք։ Ու շատ հաճախ չեն խուսափում դրանից։ Իրենց ճանապարհը չեն շեղում, շարունակում են գնալ, գուցե նրա համար, որովհետև այդ մեղքը հաճելի է դրա համար, բայց չէ՞ որ սա մահ առաջացնում։ Եվ Աստվածաշունչը շատ տեղերում այդ մեղքը անվանում է մահ առաջացնող մի բան։ Ու երբ որ մեղքը մահ առաջացնում, քո եւ Աստծո հաղորդակցությունն է խախտվում։ Մահվան ամենավտանգավոր բանը սա է։ Ու մինչև այդ մեղքի հարցը քո կյանքում չես լուծում, նորից չես կարողանում մոտենալ Աստծուն։ Սա կապրեն են մարդիկ, ովքեր հաղորդակցություն ունեն Աստծո հետ, ովքեր չունեն չեն հասկանա ինչ է նշանակում մեղ գործել ու կտրվել Աստծո հետ հաղորդակցությունից։ Հասկանում եք, բայց գոնե գիտակցելով, իմանալով, որ սա իրականություն է, զգուշացեք դրանից։ Ամենտեղ ձեր գլուխը մի բարձրացրեք, ամենտեղ մի նայեք մեղքին ուղիղ աչքերով ու կանգնեք նայեք, սպասեք թե այդ մեղքը երբ է ձեզ սպանելու։
Խուսափեք, հեռացեք դրանից։ Օրցի նման խորագետ եղեք։ Առաջինը դուք տեսեք վտանգը։ Թույլ մի տվեք, որ վտանգը գա ձեզ գրավի, նոր ասեք վայ ընկա մեղքի մեջ։ Գիտեք, մեղքը այդպես միանգամից յուրահատուկ ձևով չի հարձակվում մարդու վրա։ Մեղքը շատ դանդաղ է սկսում մեծանալ մարդու մեջ։ Սկզբում կարծես հաճելի է լինում։ Մարդը նայում ասում է դե լավ, սա ինչ է որ։ Մի քիչ էլ է անցնում, մեկ էլ տեսնում արդեն այնքան է մեծացել այդ մեղքը, որ էլ ինքը ջանք է անում դրանից փոկվելու ու չի կարողանում փոկվել։ Չգիտեմ ունեցել եք այդպիսի պահեր, Հիսուս ասաց օծերի պես խորագետ եղեք, մի թողեք, որ նրանք գան ու ձեզ ավելի շուտ հասնեն, քան թե դուք կտեսնեք ու կխուսափեք նրանից։ Հենց որ տեսնում ես հաճելին սկսվում է արդեն մեղքի տեսանկյունից, անմիջապես թեք իր ճանապարհը դու հեռացիր։ Մեկ էլ տեսնում է մարդը, որ ծուլությունն է բարձրանում իր մեջ։ Խորագետս ժամանակին նկատում ես սա, ժամանակին ճանապարհը չեղիր ու եղիր ջանքի մեջ։ Մի թույլ տուր, որ ծուլությունը գրավի քեզ, որովհետև հոգևոր ծուլությունը ամենավատ բաներից մեկն է։ Մեկ էլ մարդը մոռանում է, որ ինքը պիտի Աստծո խոսքի հետ հաղորդակցություն ունենա, որ ինքը Աստծո հետ պիտի հաղորդակցվի աղոթքի ժամանակ։ Մարդը մոռանում է սրան, գիտեք ինչու։ Մեկ էլ ասում է, այս ինչի ինձ էսպիսի մի բան ասեց։ Եվ որ այդ մարդը այդպիսի բան ասեց, դրանից Աստվածաշունչ գիրքը փոխվեց, հազարավոր տարիների մեջ այս գիրքը չի փոխվել ու երբեք էլ չի փոխվելու։ Մինչև Հիսուսի գալուստը ու գրված է, որ Հավիտյան այս խոսքերը պիտի մնան։ Մինչև վերջին տողը, մինչև վերջին բառը պիտի կատարվի իրականության մեջ։ Հավատում եք այդպես։ Ուրեմն դուք ճիշտ հավատացյալներ եք, Տերը օրհնի ձեզ շատ։ Օծը մի հետաքրքիր հատկություն էլ ունի։ Իր խորագիտության բաժիններից մեկն է։ Գիտեք, որ օծերը ժամանակ առ ժամանակ իրենց կաշին փոխում են։ Ու կաշին փոխելու համար իրենք հաճախ նեղ տեղեր են փնտրում, որ այդ նեղ տեղով անցնելիս իրենց կաշին կսվի, այդ նեղ տեղի կողքերին քարեր կլինեն, ծառ կլինի, ինչ որ կլինի, ու իրենց հին կաշին կմնա այդտեղ, ու իրենք նոր կաշվով մյուս կողմից դուրս կգան։ Մի պահ մտածեք, հենց որ տեսնում եք գայլերը ձեզ համար նեղություն են պատրաստել, դուք անցեք դրա մեջով մենակ մի մտքով, որ ձեր հինը պիտի թողնեք այդտեղ, նորով դուրս գաք այդտեղից։ Որ ձեր հին մտածելակերպից մի կտոր պիտի թողնեք անպայման այդտեղ, մի նոր մտածելակերպով պիտի դուրս գաք։ Հին բնությունից, հին վարվելակերպից, երբ որ դու կտեսնես, որ մեղքի հրապուրանքը գալիս քո առաջ, անցիր դրա կողքով, քեզ նեղելով, ջանքանելով, անցիր դրա կողքով, ու դու մի հատ հաղթանակ տարած կլինես քո կյանքում։ Կտեսնես, որ քո մտածելակերպից մի բան թողեցիր իդ, մնաց այնտեղ, ու դու դուրս եկար մի նոր բանով։ Գիտեք, մարդիկ հաճախ չգիտեն, որ իրենք օգուտ են տալիս եկեղեցուն կամ հավատացյալներին իրենց մասին վատ բաներ խոսելով։ Դրանից մենք ուղղվում ենք, սովորում ենք այդպիսի մարդկանց սիրել, այո, այսպիսի դիրք են գրավում, եւ մի կարևոր բան էլ երկնքում մեզ համար վարձ կկուտակվում։ Մենք չենք մեզ հայհոյում, չէ՞, մեզ ուրիշներն են հայհոյում, գայլերն են հայհոյում, բայց դրա պատճառով երկնքում մեզ համար վարձ կկուտակվում։ Ու մենք էլ սովորում ենք այդ մարդկանց սիրել, աճում ենք հոգեորապես, այսա է հոգեորապես աճելը, երբ որ սովորում ես քեզ հակառակ եղող մարդուն սիրել։ Երբ որ փորձում են քեզանից փող պոկել, իսկ դու սիրով տալիս ես, գիտես դու մի կտոր քեզանից թողեցիր իդ։ Այն մարդը մտածում էր թե քեզ վնաս կտա դրանով, բայց իրականում դու քեզանից մի կտոր թողեցիր, ու դու աճեցիր հոգևորի մեջ, աճեցիր աստվածային իրականության մեջ։ Աստծո խոսքն ասում է ինչու ուրիշներին զրկանք եք անում, իսկ դուք զրկանք չեք կրում։ Ճիշտ է որ միշտ մենք զրկանք կրենք, ուրիշներին զրկանք չանենք, որովհետև դրա դիմաց Աստված վրիժառու է, Աստված պատասխանա տալու դրա համար, պատասխանա պահանջելու մեզանից։ Ամեն։ Մեր լավագույն օրինակը Աստվածաշնչում Հիսուսն է։ Տեսեք, Հիսուսի խորագիտության աստիճանը ինքը ամենտեղ կարողանում էր տեսնել։ Գիտեք ինչու էր կարողանում տեսնել, որովհետև շատ մտերիմ հարաբերության մեջ էր հոր հետ, որովհետև կարող էր ամբողջ գիշեր անցկացնել աղոթքի մեջ, հարաբերությունը զարգացնելով։ Դրա համար երբ որ դուրս էր գալիս մարդկանց մեջ, ինքը կարողանում էր ժամանակին տեսնել, որ ուզում են իրեն խաբել։ Հիշում եք մի շնացող կնոջ բերեցին Հիսուսի մոտ։ Ու ասացին Մովսեսի օրենքը մեզ պատվիրում է քարկոծել այս կնոջը։ Դու ինչ ես ասում։ Հիսուսը չպատասխանեց, լռեց, գրված է մատով գետնի վրա ինչ որ բաներ էր գրում։ Հիմա գրում էր, նկարում էր, շատերը փորձում են հասկանալ թե ինչ էր գրում։ Աստվածաշունչը չի ասում եկեք մենք էլ չընդհանրենք։ Ամեն դեպքում Հիսուսը չպատասխանեց, լռեց երկար։ Գրված է այնքան մինչև իրեն նեղեցին։ Նոր գլուխը բարձրացրեց ու մի խոսք ասեց, այնպիսի բան ասեց, որ այդ խոսքը վերջնական եղավ։ Այդ կինը ազատվեց, այս մարդիկ հանդիմանվեցին, թողեցին հեռացան։ Հիշում եք այդ պատմությունը։ Գիտեք ինչն էր հետաքրքիր։ Բացահայտ ձևով իրենք բերել էին Հիսուսին փորձելու համար։ Բերել էին Հիսուսին թակարդը գցելու համար։ Ու գուցե այդ քայլը պատրաստ էին նրա համար, որ Հիսուսին քարկոծեին։ Կարողացավ տեսնել այդ թակարդը։ Ինչու՞, որովհետև հոր հետ մոտիկ հարաբերության մեջ էր։ Գիտեք ինչու՞ մա հարցը։ Մենք ամեն ինչ չենք տեսնում, մենք մարդ ենք։ Աստված տեսնում է մարդկանց սրտերը։ Դիմացից եկող մարդը, որ քեզ մի բան է ասում, Աստված տեսնում է թե ինչի համար է դա ասում։ Մեկը կմոտենա, մեկ էլ քեզ կգովի, մեկ էլ կարծես թակարդն ընկնես։ Ուզում ես դու էլ իրեն հաճելի լինես, դու էլ իրեն գովես։
Բռնացել եք այդպիսի բան ձեր մեջ։ Մոտենում է քեզ լավ բաներ ասում։ Քիչ ամնում կարծես այդ լավ բաներով քեզ բռնի։ Հիսուսին էլ մոտեցան, շատ գովեցին։ Ասացին վարդապետ, գիտենք որ ճշմարիտ ես։ Մարդկանց երեսպաշտություն չես անում, ճշմարտության պաստոր ճանապարհն է սովորեցնում։ Գովեցին, մեկ էլ ասացին, դե հիմա ասա, կայսրին տուրք տալը ճիշտ է թե չէ։ Մի այնպիսի մարդ լիներ, որ կապ չունենար Աստծո հետ, գուցե ինքը կուզենար այդտեղ հաճելի լիներ հրեաներին, ու կասեր, չէ, եկեք տուրքը մի տվեք կայսրին։ Ու կասեին, ահա, մեզ ապստամբացնում է Հռոմից։ Ու տեղում կքարկոծեին, կբանտարկեին կամ ինչ կանեին։ Բայց պատկերացնում եք, Հիսուսը կարողացավ այնպիսի պատասխան տալ, որ ոչինչ չկարողացան իր դեմ ասել։ Ու զարմացած հեռացան, թե որտեղից գտավ այդ պատասխանը։ Նախ Հիսուսը հանդիմանեց, ասեց կեղծավորներ, ինչ եք ինձ փորձում։ Որտեղից տեսավ, որ իրեն գովողը կեղծավոր էր։ Գիտեք, առակած գրքում գրված է, ասում է քեզ գովող շուրթերը փորձիր։ Կարդացել եք այդպիսի խոսք։ Մարդու ամենաթույլ բռնվելու տեղերից մեկը, ամենաթույլ կողմերից մեկը, որ կարողանում են մարդուն բռնեն ու գայլեր կարողանում են այդտեղից գծել, դա իր եսն է, հպարտությունը։ Դա իր պատիվն է։ Օ, ամեն ինչ կանի, մենակ իր պատվին չկպնեն։ Կա այս բանը ձեր մեջ, պետք է ուրանալ Աստծո խոսքի պատիվը։ Եթե դու ուրանաս քո պատիվը, դու ուզենաս քո պատիվը դնել գետնին ու տրորել հանուն նրա, որպեսզի դու ճշմարտությունը պահես ու Աստծուն հաճելի կյանք ապրես, այս դեպքում քեզ ոչինչ չեն կարող անել։ Ու Հիսուսը այդ մարդն էր։ Ինքը գիտեր, որ այդ փորձությունից մի քիչ հետո իր վրա թքելու են, որ իրեն անարգելու են, իրեն խաչելու են։ Ինքը լավ գիտեր այս բաները։ Ու դրա համար պատիվը արդեն գետնին դրած, տրորած, ինքը շարունակում էր ապրել ճշմարտության մեջ։ Ու դրա համար չէին կարողանում իրեն բռնել։ Որովհետև ինչ էր նշանակում իրեն գովել, երբ մի քիչ հետո իրեն շատ ավելի պիտի անարգեին։ Պատկերացնում եք, որ դեպքում էր ինքը ազատ լինում։ Այդ դեպքում էլ մենք կարող ենք ազատ լինել, եթե ճիշտ այդպես վարվենք։ Լավ, եկեք մի անգամ էլ կարդամ այս խոսքը։ Այս ձեզ ուղարկում եմ, իբրև ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք, աղավների պես միամիտ։ Այս վերջի կենդանու վրա կանգ առնենք, աղավների պես միամիտ, երրորդ կենդանին աղավնին է։ Հետարքիր աղավնին վնասող ոչինչ չունի։ Եթե օձերը ատամներ ունեն, աղավնին ոչինչ չունի վնասող։ Աղավնին, որ նայում ես, անմեղություն ես տեսնում։ Այդպես չի։ Հասկանում եք, ոնց որ անպաշտպանություն եք տեսնում։ Մի կենդանի, որ ոչ մի բանը վնասել չի կարող։ Աղավնին միշտ խաղաղության խորհրդապատկերն է։ Այո, նույնիսկ աշխարհը գիտի դրա մասին։ Աղավներին նկարում են այն բաների վրա, որտեղ խաղաղության կարիք կա։ Աղավնին բարի լուր բերելու։ Դուք գիտեք, որ փոստատար կենդանիներից մեկը աղավնին է, որ երկար տարածություններն թռնում են առանց հանգստանալու, կարողանում են իրենց տրված պատգամը տեղ հասցնել։ Նրանք են կենդանիներն են, որ կարողանում են շատ տների մեջ զանազանել ու գտնել իրենց տունը։ Թեև այդպիսի կենդանիները շատ են, բայց աղավները օդից ու շատ հաճախ մեծ հեռավորություններ, ծովերի վրայով, ու միայն Աստված գիտի, թե այդ ինչ է դրված իրենց մեջ, որ կարողանում են այդպես ճշգրիտ գտնել իրենց տունը։ Եվ նրան շատ են օգտագործել դրա համար, որպեսզի նամակներ տան ուղարկելու։ Եվ ես ասացի, че մենք մեր սրտում պատգամ ունենք, որը պարտավոր ենք ուղարկել մարդկանց, բացել մարդկանց առաջ։ Եվ Հիսուսը ասեց. «Աղավնիների պես միամիտ եղեք»։ Առաջին հայացքից սա խիստ հակասում է օձերի խորագիտությանը։ Օձերի պես խորագետ եղեք, աղավնիների պես միամիտ։ Հիմա բացատրեմ հարցը ինչումն է։ Երբ որ մարդկանցից, դիմացից դու չարիք ես սպասում, իսկապես շատ խորամանկ ու շատ ուշադիր եղիր։ Խորամանկը կարծես բացասական է հնչում, բայց խորագետը իմաստուն է, շատ ճիշտ է հնչում։ Ու այստեղ օձերի համար, որ գրված է խորագետ, իրական բառը եղել է իմաստուն բառը։ Աղավնիների պես միամիտ բառը ի նկատի չունի, որ գնա չարության առաջ այդպես միամիտ կանգնի ու թող քո գլխին ինչ ուզում ես սարքեն։ Սրա մասին չի խոսքը։ Պարզության մասին ու մաքրության մասին է խոսքը։ Միամիտ բառի հունարեն բառը կարդաք ու թարգմանեք, առաջին բառը մաքուր է նշանակում։ Հետո պարզ, հետո այսպես ավելի բառեր։ Բայց այդ պարզության մասին է խոսքը։ Գիտեք, քրիստոնեական մտածելակերպը պետք է լինի շատ պարզ։ Օրինակ, տեսեք, մենք իրար նայում ենք, չէ՞, նայում ես դեմքին ու սկսում ես մտածել, թե ինչ է մտածում այդ մարդը։ Սա պարզություն չի։ Նայեցիր դեմքին, ոչինչ մի մտածիր, թե ինչ է մտածում այդ մարդը։ Այս է պարզություն։ Գիտեք, մարդկային խորամանկություն կա, որը շատ տհաճ է Աստծուն, ու մարդկային պարզություն կա։ Գրված է, որ օրինակ երկրորդ Կորինթացիների թուղթը կարծում եմ կարդացել եք։ Պողոս առաքյալը գրում է Կորինթացիներին 11-րդ գլխում, ասում է վախենում եմ, որ օձը ձեզ խաբած լինի, ինչպես Եվային խաբեց, ու դուք Քրիստոսի միամտությունից ընկած լինեք, Քրիստոսի պարզությունից ընկած լինեք։ Պետք է առավելագույն պարզությունով ապրել Աստծո առաջ, որովհետև այն բաները, որոնք կսարքվեն մեր դեմ, կկառուցվեն մեր դեմ, մենք չի որ պիտի հայտնաբերենք։ Հիշում եք, օձերի ժամանակ էլ ասացի, կախված լինել Աստծուց, Աստված ցույց կտա դա։ Իսկ մենք ապրենք Աստծո առաջ ամենայն պարզությունով։
Պարզության իմաստը բացատրեմ, քո ներսի աշխարհը եւ քո արտաքինը պիտի համապատասխանեն իրար հետ։ Այս է պարզությունը։ Դու մարդու երեսին չես ժպտում, բայց տակից մտածում այ մի ձեռս կընկնես, քեզ կասեմ։ Սա պարզություն չի։ Առակած գիրքը ասում է մի մարդ է, որ երկու ճանապարհով է քայլում, անպայման պիտի ընկնի։ Կարդացել եք այդպեսի խոսք։ Մարդը երկու ճանապարհով պիտի չքայլի, մարդը ամենայն պարզությունով պիտի քայլի։ Ուրեմն մեկ-մեկ գալիս են մարդուն, մենք հայերս հյուրասեր մարդիկ ենք ու շատ հաճախ նվերներ ենք տանում իրար տուն, այո։ Վերցնում է մեկը նվերը գնում է մեկի տուն, այն մեկը սկսում է մտածել, որ նվեր է բերել, որ եկել է մեր տուն, ուրեմն մի բանի կարիք ունի, հեսա մի բան էլ խնդրելու է ինձանից, մի բան ուզելու է ինձանից, չէ՞, այս մտածելակերպը աստվածային չի։ Պարզ ուրախ ընդունում ես այդ մարդուն, հյուրասիրում ես, պարզ ուրախ ճանապարհ ես դնում։ Ու մյուս անգամ որ իրանց տուն կգնաս դու, կամ նույն պարզությունով իրեն նվեր ես տանում կամ ոչինչ չես տանում, ու պարզ ես ապրում մարդու առաջ։ Հասկանում եք պարզությունը որտեղ է պետք։ Դե հիմա պատկերացրեք, մենք մարդկանց համար նվեր ունենք մեր մեջ։ Ու Հիսուսը մեզ ուղարկեց, ասեց գնացեք, ու աղավների պես միամիտ եղեք։ Նայում եք, տեսնում եք մարդը այսպիսի դեմքով, չգիտեմ, գայլային ատամներ ցույց տալով քո դեմ։ Դու պարզ կանգնում ես իր առաջ, ասում ես Հիսուսը քեզ շատ է սիրում ախր։ Պատկերացնում եք, դա հաճախ բորբոքում է իրենց, բայց սա ճշմարտությունն է, ու սա իրականությունն է։ Ու մենք չենք ասում նրա համար, որովհետև իրենից շահում ենք։ Մենք ասում ենք նրա համար, որովհետև ուզում ենք իր փրկվելը դժոխքից։ Որտեվ չենք ուզում ինքը դժոխք գնա։ Այո։ Այդ պարզության կարիքը կա։ Մի բան ասեմ, երբ որ քո ներքին կյանքը, այն կյանքը, որ ոչ մի մարդ չի տեսնում, հանկարծ բացվի, դու շատ կամաչես, դու կողքից մարդիկ տեսնեն։ Եթե կամաչես, ուրեմն դու կարիք ունես պարզանալու քո կյանքում։ Քո ներսի աշխարհը ու արտաքին աշխարհը պիտի համապատասխանեն իրար հետ։ Այս է պարզությունը։ Սա է Քրիստոսի միամտությունը։ Եկեք մի խոսք կարդամ ամեն դեպքում սրան վերաբերող, գրված ուրեմն առաջին Կորինթացիների 14-րդ գլխում։ Կարող եք բացել ինձ այդ առաջին Կորինթացիների թուղթը 14-րդ գլխի 20-րդ խոսքը։ Այսպիսի պատվեր է գրված Աստծո կողմից. եղբայրներ, մտքով երեխա մի եղեք։ Այս աղոթերի խորագիտությանն է վերաբերվում։ Հապա չարությունը իմանալու կողմից երեխա եղեք, ու մտքով չափահաս եղեք։ Երկու բան է ասվում այստեղ։ Ասում եմ մտքով երեխա մի եղեք։ Մտքով իսկապես հասուն եղեք։ Հասկացեք, այս աշխարհը ինչպիսին է, մարդը ինչպիսին է, դուք գայլերի մեջ եք ապրում։ Մտքով հասուն եղեք, բայց տեսեք չարությունը գիտենալու կողմից երեխա եղեք։ Գիտեք, որ մարդիկ հաճախ չարությունը հորինում են իրենց մեջ։ Իրենց մեջ նստում մտածում են ինչպես կարող են չարություն գործել։ Եվ ձեզ ասեմ, չարություն գործել սովորացնող միջոցները այս աշխարհում ամենաշատն են։ Դուք ֆիլմեր նայում եք, այդ ֆիլմերի մեջ միայն չարություն են սովորացնում։ Նկատել եք այդ բանը։ Առաջին հայացքից բարին հաղթում է վերջում, չէ՞։ Մենք դրանց անվանում ենք հնդկական կինոներ։ Ինչ որ դեպքեր են տեղի ունենում, լարված, զգացմունքային, չէ, վերջում բարին հաղթում է։ Իհարկե բոլոր կինոները չեն, որ բարին հաղթում է, բայց այդ բարին, որ հաղթում է սպանությունների միջոցով, հաղթում է չարությունների միջոցով։ Այն գլխավոր հերոսները մեկ էլ տեսնում ես այնքան խորամանկ միջոցներ են հորինում, որպեսզի ինչ որ մեծ բազմություն սպանեն, ու իրանք դրական հերոս են կոչվում։ Նկատում եք, իրենք սովորացնում են չարություն։ Չգիտեմ ով էր ասում ու որտեղից էր դուրս եկել, բայց մեր նախկին սոցիալիստական պետության ժամանակ ասում էին, որ երբ որ ցույց տվեցին հեռուստացույցով զգուշացիր ավտոմեքենայից ֆիլմը, ավտոմեքենաների գողությունները բազմապատկվեցին խորհրդային միությունում։ Գիտեք ինչու՞, մեթոդները ցույց էին տալիս։ Ու դրական հերոս էր այդ գողացողը։ Այդպես չէր։ Չէ՞ որ այդ ֆիլմում գողացողը դրական հերոս էր։ Հասկանում եք, ինչ է նշանակում։ Մի անգամ էլ կարդամ այս խոսքը, եղբայրներ, մտքով երեխաներ մի եղեք։ Մտքով հասուն եղեք, իմ բառերով եմ ասում։ Հապա չարությունը գիտենալու կողմից երեխաներ եղեք։ Այն որ դու պիտի չարորեն մտածես, որ պիտի չարություն հորինես քո մեջ, այս կողմից երեխա եղիր, մի հասկացիր դա։ Մեկ-մեկ մարդու գլուխ է պատտվում, որ պատկերացնես, թե այս մեկը ինչ չարություն է մտածել այն մյուսի մասին։ Դες ուզում ես պատկերացնել ու հասկանալ ու գլուխդ պատտվում է։ Չի եղել ձեզ հետ այդպիսի բան։ Ես մի անգամ փորձեցի հասկանամ, գլուխս պատտվեց, ասեցի ավելի լավ է չմտածեմ դրա մասին։ Ոնց կարելի է այդքան խաչեճված բաներ մտածել ու չարության համար մտածել։ Աստված չի տեսնում դրանք, ու դրա համար վրիժառու չլինելու, ու դրան պատասխան պիտի չտա, չէ՞ որ նա իրական անձնավորություն է։ Պարզությունով գործել, ապրել պարզորեն։ Եվ ամենակարևոր բանից մեկը աղեսաղավնու հատկությունների մեջ այդ պատգամը տանելու հատկությունն է։ Իրականում հավատքի կյանքը շատ պարզ մի կյանք է։ Հիսուսը երբ որ խոսում էր իր աշակերտներին ու սովորեցնում էր, երեխային ցույց տվեց, ասաց այսպիսի հավատք պիտի ունենաք։ Ով որ այսպիսին չլինի, երկնքի թակավորություն չի մտնելու, հիշում եք։ Երեխային դուք երբևէ հարցրել եք, երկու անգամ երկու ինչքան է անում։ Երեխան պարզ պատասխանում է 4։ Իսկ փորձեք մի հատ հասուն մարդու մոտենալ ու հարցնել, երկու անգամ երկուս ինչ կանի։
Սենց նայում է դեմքիդ ու մտածում է մի հատ խորը, ասում ես մարդը ինչի է հարցնում, տեսնես ինչ ունի ինձանից, ասում է կարող ես մարդու թվաբանության մեջ 2 անգամ 2-ը 4 չի, էլի ինչ որ մի բան, ստեղ հաստատ մի թակարդ կա, նկատում եք պետք է շատ զգուշ լինել այսպիսի մտածելակերպից, մոտենում են քեզ, ասում են քո հավատքը ինչ հավատք է, ասում ես Հիսուսին եմ սիրում, շատ պարզ, ասում ես հավատում եմ Աստվածաշնչյան խոսքին, առավելագույն պարզ պիտի լինել, երբ որ դուք սկսում եք ձեր մեջ մտածել, նույնիսկ Հիսուսը ասաց, երբ որ ձեզ դատարան կտանեն, նախորդ մի մտածեք ինչ եք խոսելու, այդ պահին դատարանում Սուրբ Հոգին ձեզ կտա թե ինչ խոսեք, գիտեք այնքան դժվար բան է, դուք հանկարծ գիտես, որ քեզ տանելու են դատարան, այնտեղ պիտի դատեն նրա համար, որ դու չգիտեմ հավատքի եւ այլն, մեկ էլ հանկարծ դու չես տրամադրվում թե այնտեղ ինչ խոսես, եթե դու գիտես, որ մի հոգու հետ դժվարություն ունես, մի հոգու հետ կոնֆլիկտ ունես, այդ մի հոգու հետ պիտի հանդիպես, ժամերով գուցե քո միտքը զբաղված լինի, թե այդ մարդուն ինչ պատասխան պիտի տաս։ Այդպես է չէ լինում կյանքում։ Բայց Աստծո խոսքը ասում է այդպես թող չլինի։ Ասում է շատ պարզ ապրիր։ Հանդիպելու ես մարդու հետ, ոչ ինչ որ քեզ հակառակա։ Պարզ սիրիր այդ մարդուն, պարզ ծառայիր այդ մարդուն։ Գնա հանդիպման նրա համար, որ դու ծառայես ամենայն պարզությունով, տակից ուրիշ բան չմտածելով։ Մի բան երեսից անես ու տակից ուրիշ բան մտածես, սա քրիստոնեական պարզություն չի։ Նշանակում է արդեն սատանան խաբել է, արդեն մարդը ընկել է քրիստոնեական պարզությունից, եթե անընդհատ տակից պիտի մարդը մի բան մտածի։ Գիտեք իսկապես այդպես է լինում։ Մարդկանց մեջ գործում է նախանձը, մարդկանց մեջ գործում է տարբեր վատ բաներ, չարություններ, չգիտեմ մանավանդ նախանձը այնքան շատ է արտահայտվում հաճախ։ Նայում են կողքից իրար, ասում են ինչի է, մեկը այսպիսի հաջողությունների հասավ, ես չհասա, ու սկսում են չարությունից տակից ինչ-որ մի բաներ անել։ Գնում են երեսին ժպտում են, բայց պատրաստ են կոկորդը կարծելու գայլի նման։ Գիտես, երբ որ աղավնին բարի լուրի պատգամ է տանում, ամենայն դեպս Աստծո աղավնին պիտի բարի լուրի պատգամ տանի։ Ու հանկարծ այդ պատգամը տանելու ժամանակ ինքը գայլի ատամներ է ցույց տալիս։ Իրան այդ ժամանակ ոչ մեկը չի հավատա։ Պատկերացնում եք, ու այնքան շատ քրիստոնյաներ են հանդիպում, որոնք ասում են դա է հավատացյալը, սուտ է խոսում։ Դա է հավատացյալը, նայեք փողի համար պատրաստ է մարդկանց գլուխը ջարդելու։ Այս աղավնի չի, ինքը բարի լուր չի տանում։ Լավ է Հիսուսի անունը չվերցնի իր վրա։ Գիտեք ինչի, որովհետև Աստծո խոսքում գրված է, ասում է քո պատճառով իմ անվանն են հայհոյում։ Ինչ պիտի լինի այդպիսի մարդկանց վերջը։ Արդյոք Աստված պիտի պատասխան չտա այդպիսի մարդկանց։ Լավ, իրականում աղավնին նաև խաղաղության խորհրդապատկերն է, ու սա շատ կարևոր մի բան է, որովհետև մարդիկ ծնվում են իրենց ծնողներից Աստծո դեմ արդեն թշնամություն ունենալով։ Իրենց ներքին աշխարհը արդեն Աստծո դեմ թշնամի է, հակառակ Աստծո բնությանը։ Մեզ պետք է գնալ մարդկանց մոտ ու խոսել, որ իրենք Աստծո հետ պիտի հաշտվեն ու խաղաղություն ունենան։ Խաղաղություն բերել երկուսի մեջ։ Հիսուսը որտեղ որ կար ինքը ամենտեղ խաղաղություն էր խոսում։ Գրված է, որ մեր խաղաղության պատիժը, մեր մեղքի պատիժը իր վրա դրվեց։ Ու մենք այսօր Աստծո հետ հաշտ ենք ինչի համար, որ մեղքերը չկան մեր։ Դրանք ջնջված են Հիսուսի արյունով, որտեղ Հիսուսի կատարած զոհը ջնջեց մեր թշնամությունը։ Ու հաղորդակցվում եք իրար սիրո հարաբերության մեջ, ինչու կողքի մարդկանց չասել, որ իրենք էլ կարող են հարաբերվել, այդ սիրո հաղորդակցությունը ունենալ։ Ինչու կողքի մարդկանց չասել, որ դու սիրում ես իրեն, որ դու ուզում ես իր փրկությունը, որ դու ուզում ես իր երջանիկ լինելը Սուրբ Հոգու մեջ, որովհետև Սուրբ Հոգու մեջ կա արդարություն, խաղաղություն, ուրախություն, ինչ էս աշխարհի մարդիկ են փնտրում։ Ու գրված է, որ դա է հենց երկնքի թագավորությունը։ Այո, բայց բարի լուրը չտանես մարդկանց ու չխոսես այդ մարդկանց հետ, ու վախենաս նրանից, որ այդ մարդիկ քեզ ինչ-որ վատ բան կասեն, պարզ երեխայի միամտությունով, աղավնուն նման պարզ տանում ես այդ բոլորը իր առաջ ու ասում ես, ահա, ես քեզ ուրախ լուր եմ բերել։ Այդ մարդը քեզ վատ բան է ասում, դու նորից ասում ես, ես քեզ բարի լուր եմ բերել։ Այդ մարդը նորից է քեզ վատ բան ասում, դու ասում ես, ես քեզ բարի լուր եմ բերել։ Այդ մարդը քեզ այնպես փող է գողանում, դու ասում ես, Աստված քեզ սիրում է։ Աստված քեզ ավելին կտա։ Ինձ այնպես մի գողացի։ Ուզում ես ես էլ կտամ, առ մի բան էլ տամ։ Իրականում մարդկանց հիմնական խնդիրները մարդկային հարաբերությունների մեջ լինում են 3 բաների հիմքով։ Սա միշտ հիշեք, մարդկանց հպարտության կամ եսի կամ փառքի կամ պատվի հետ են կապված դրանք, սրանք բոլորը նույնն են։ Հպարտությունը, փառքը, պատիվը բոլորը նույն էությունն են։ Երկրորդը դրանք շահն են, փողը, մանավանդ շատ փողը խնդիրներ առաջացնում մարդկային հարաբերությունների մեջ, եւ երրորդը մարդուն հաճելի եղած մեղքի ցանկությունները։ Այս 3 հիմնական բաներն են, որ դժվարություններ են առաջացնում մարդկային հարաբերությունների մեջ։ Եվ եթե ուզում ես դու միշտ հաշտության, պարզության ու անկեղծության մեջ լինես, այս 3 բաները ջնջիր քո կյանքից ու դու կտեսնես մարդիկ քեզ կսիրեն, դու մարդկանց կսիրես։ Եթե քեզ չեն սիրի, մենակ նրա համար չեն սիրի, որ դու Աստծուն ունես, իրենք էլ չեն հասկանա ինչու քեզ չեն սիրում։ Ինչու չեն ընդունում քո խոսքը։
Ու միայն դու կհասկանաս, որ մի հատ գայլ է բռնել այդ մարդուն։ Դրա համար ինքը քեզ չի սիրում։ Ուրիշ ոչ մի պատճառ չունի, որովհետև փողի հարցում խնդրեմ չունես, պատվի հարցում ոչ մի դժվարություն չունես, մեղքերից էլ լռու ես։ Էլ ինչի պիտի մարդիկ քեզ չսիրեն։ Որ տրամաբանորեն նայում ես, միայն նրա համար, որովհետև մի գայլ այդ մարդուն բռնել է ուղղակի։ Ու քո պայքարը պիտի լինի այդ մարդուն ազատելու։ Դու անընդհատ խաղաղություն պիտի խոսես։ Ու Աստծո խոսքը Սուրբ Հոգու ազդեցության տակ անպայման ազատագրում կբերի։ Գիտեք չէ, աղավնի նաև Սուրբ Հոգու խորհրդապատկերն է, բայց դրա մասին այսօր չեմ խոսի։ Եկեք մի անգամ էլ կարդանք Մատթեոս 10:16 խոսքը։ Ահա ես ձեզ ուղարկում եմ, իբրև ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք, աղավնիների պես միամիտ։ Մենք խոսեցինք 3 կենդանիների մասին եւ 4-ին բաց թողեցինք։ Ահա ես ձեզ ուղարկում եմ, իբրև ոչխարներ գայլերի մեջ։ Հետարքիր է, չէ՞։ Հիսուսի ոչխարը գայլերից ուժեղ է ստացվում է։ Որովհետև ոչխարներին ուղարկել գայլերի մեջ, այդ նշանակում է ուղարկել հաստատ մեռնելու։ Բայց տվյալ դեպքում շատ գայլեր դառնում են ոչխարներ։ Հիսուսի ոչխարների հետ հանդիպելիս։ Գիտեք ինչու՞։ Որովհետև Հիսուսի ոչխարի մեջ մի ուրիշ տեսակ զորություն կա։ Հալելույա։ Թող Հիսուսի անունը փառավորվի։ Երբ որ ասում ենք ոչխար, ինչ ենք պատկերացնում։ Անվնաս կենդանի։ Չգիտեմ, երբևէ տեսել եք, որ ոչխարը վնասի։ Մեկ որ լսում եմ, դե շատ կհանդիպեք, մարդիկ իրար նեղացնելու, իրար վիրավորելու համար ասում են ոչխար։ Անենց մեջս բան է բարձրանում, ասում եմ այդ կենդանուն մի վիրավորեք։ Իրականում ոչխարը անմեղ կենդանի է, ինքը ոչ մի վնասելու հատկություն չունի։ Մինչև հիմա լսել եք, որ ոչխարները մարդ ուտեն, բայց մարդիկ ոչխարին ուտում են, այո։ Այդպեսի բան չի լինում։ Ոչխարը այն կենդանին է, որ ոչ միտեղ չի վնասում։ Այս սովորացնելու համար եմ ասում։ Այսինքն մենք որտեղ էլ լինենք, ինչ տեսակ գայլեր մեր շուրջը լինեն, մենք վնասող ոչինչ պիտի չունենանք։ Իրենց նկատմամբ վնասող ոչինչ պիտի չունենանք։ Լավ, սա ոչխարի դիրքն է։ Լինել հեզ, այն որ ասեց ձեզ ուղարկում եմ իբրև ոչխարներ, կարծես թե Հիսուս ասեր հեզ եղեք մարդկանց մեջ։ Մարդկանց մի վնասեք։ Նաև մյուս կողմից տեսնում ենք, որ ոչխարները ամենաանպաշտպան կենդանիներն են։ Այո, երբ որ գայլ է մտնում ոչխարների մեջ, ոչինչ չեն անում։ Նրանք փախնում են, խառնվում են, ինչ-որ բան անում, բայց ոչինչ չեն անում, չեն կարողանում վնասել այդ գայլին, չեն կարողանում ինչ-որ մի ձևով պաշտպանվել։ Մենակ կենդանիներ կան, որ լավ պաշտպանում են։ Ցուլերը օրինակ լավ պաշտպանում են, գիտեք, չէ՞։ Կարողանում են իրենց կոտոշներով, ձերը օրինակ իրենց կճղակներով, գլուխները իրար մոտ են հավաքում ու կճղակները դեմ են տալիս գայլերին։ Ու շատ դեպքերում լավ ստացվում է այդպիսի պաշտպանությունը։ Բայց ոչխարը ոչինչ չի կարողանում անի պաշտպանվելու համար։ Նկատում եք, սա կարևոր հատկություն է, որ մենք իմանանք, երբ որ մենք բարիլոր ենք տանում մարդկանց, մենք այդ ուղարկվածն ենք Աստծո կողմից, մենք վնասող ոչինչ պիտի չունենանք, որովհետև ամենափոքր վնասող գործողությունը այդ մարդուն ուղղակի կկորցնի, կհեռացնի մեզանից։ Գուցե այդ պահին դու կազատվես, այդ պահին քեզ լավ կզգաս, բայց այդ մարդուն կկորցնես մշտական։ Ինչ կլիներ, եթե Հիսուսը անընդհատ մարդկանց վնասեր։ Ինքը պաշտպանված լիներ։ Հիսուս ասաց, չեմ կարող հորիցս խնդրեմ 12 լեգիոն հրեշտակ ուղարկի։ Այդ գիտեք հսկայական հրեշտակների զորք էր։ Երևի մի հրեշտակը բավարար կլիներ իրեն ազատելու այդ խաչի, այդ իրեն հակառակվողներից։ Որ մնաց եթե 12 լեգիոն հրեշտակ, կամ 12 գունդ հրեշտակ կանչեր երկիր։ Ինչ կլիներ մարդկանց վիճակը։ Ամբողջ երկրագունդը կխառնեին իրար, այս հրեշտակները։ Ու հաստատ Հիսուսին ֆիզիկական մահից կազատեին, բայց հոգևոր մահ կգար դրա փոխարեն, որովհետև դա մեղք կլիներ։ Հիսուսի, անձամբ Հիսուսի երկին գնալու միակ ճանապարհը խաչն էր, ինքը պիտի անպայման մեռներ խաչի վրա։ Ու դրանից հետո 3 օր հետո հարություն առներ ու վերջնական ազատ լիներ մահից ու ամեն ինչից։ Լավ, նույն ձևով մեզ համար։ Մենք եթե վնասող մի բան ունենանք, իրականում հոգևոր մահ կառաջացնենք։ Մենք պիտի վնասող ոչինչ չունենանք։ Բայց սա մի հետաքրքիր միտք է առաջացնում։ Եկեք իրար հետ բացենք Հռոմեացիների 8-րդ գլուխը։ Հետևեք ինձ, այդ 8-րդ գլխում Պողոս առաքյալը նկարագրում է, թե ինքը ինչպիսին եղավ, կամ ոչ միայն ինքը, իր խումբը մարդկանց, ովքեր բարիլուր էին տանում, ինչպիսին եղան մարդկանց մեջ։ 8-րդ գլխի 36-րդ խոսքը պիտի կարդամ։ Ինչպես գրված է. ամեն օր քեզ համար սպանվում ենք, մորթվելու ոչխարի պես ենք համարվում։ Ամեն օր քեզ համար սպանվում ենք, մորթվելու ոչխարի պես ենք համարվում։ Հետաքրքիր խոսք է, սա քրիստոնյայի դիրքն է այս աշխարհի մեջ։ Դու քրիստոնյա որպես Աստծո բարի լուրը քո մեջ վերցրած, տանում ես աշխարհին այսպիսի դիրքով. ամեն օր քեզ համար սպանվում ենք, որտեղ Աստված քեզ կուղարկի այնպիսի տեղեր, որտեղ գուցե իսկապես քեզ կսպանեն։ Դրա համար Հիսուսը ասաց, ով ուզում է իմ ետևից գալ, իր անձը ուրանա, խաչը վերցնի, իմ ետևից գա։ Տեսեք, ինչպես գրված է, ամեն օր քեզ համար սպանվում ենք, մորթվելու ոչխարի պես ենք համարվում։ Գիտեք ինչու ոչխարի, որովհետև մորթվելուց էլ չի հակառակվում։ Այն ժամանակ, երբ որ իրեն մորթում են, այդ ժամանակ էլ չի հակառակվում։
Ավանդությունը կամ պատմությունը ասում են, որ երբ որ Պողոս առաքյալին տարել են գլխատման, ինքը թույլ չի տվել, որ իր աչքերը կապեն։ Նույնիսկ ասել է դեռ քո կացնից վերջին կաթիլ արյունը չկաթացած, ես կլինեմ նրա հետ։ Ուրախությունով է կարծես գնացել մեռնելու։ Բայց մի ավանդություն էլ կա նույն Պողոս առաքյալի մասին, որ այդ բանտարկված ժամանակ իր մոտ եղած զինվորները անընդհատ ապաշխարում էին։ Այդ մարդիկ գայլից դառնում էին ոչխարներ։ Գիտեք ինչու, որովհետև իրեն ճիշտ էր պահում։ Այդ մարդկանց չէր վնասում։ Տեսել եք ոչխար, գլուխը կախ, իր խոտը ուտելիս, միայն օգտակար, այն բրդից մինչև ամեն ինչով օգտակար միայն մարդկանց, ու վնասող ոչինչ չունեցող, այսպիսի կենդանի։ Ու հանկարծ մեկ էլ նայի քեզ այդ ոչխարը բերանը բացի ու դու տեսնես գայլի ատամներ։ Սարսափելի բան կլինի, բայց շատ հաճախ այսպիսին են լինում քրիստոնյաները։ Գնում են միտեղ աշխատելու, այդ մարդիկ իրենց չեն ճանաչում։ Ասում են, որ ինքը քրիստոնյա է, իրեն ընդունում են շատ լավ, սկսում են վերաբերվել որպես հավատացյալի։ Մեկ էլ դե աշխատավայր է, մի հատ փողային հարց է առաջանում։ Իրեն սկսում է գայլի ատամներ դուրս գալ։ Ոչ մեկը չի հավատա այս քրիստոնեությանը։ Ոչ մեկը չի հավատա այդ հավատացյալին։ Ոչ մեկը չի ընդունի այդ Աստծուն։ Այսօր աշխարհը լցված են այդպիսի չընդունող մարդկանցով։ Գիտեք ինչու, որովհետև գոնե մեկի մոտ տեսել են այդպիսի թերություններ։ Եկեք փոխենք, ջարդենք այդ ատամները, ապրենք ոչխարի նման, Աստծո առաջ եւ այդ մարդկանց մոտ։ Պարզությունով, միամտությունով իրանց ուղակի փոխանցենք այն բարի լուրը, որ ունենք մեզանից։ Ոչխարի կարևոր հատկություններից մեկը պիտի ասեմ։ Ոչխարը, քանի որ ինքը պաշտպանության ոչինչ չունի, բացառեք Հովանոց 10-րդ գլուխը։ Հիսուսը այս գլխում խոսում է, որպես ինքը բարի հովիվ ու իր ժողովուրդը իր ոչխարներ։ Երբ որ ոչխարը վտանգ է զգում, ուր է գնում։ Ոչ թե ատամները հանում, այլ գնում է հովի մոտ։ Գնում է իր բարի հովի մոտ, որ ամեն ինչ կարող անի։ Եվ քանի անգամ եք կարդացել այս գլխում, որ Հիսուսը պաշտպանում է իր ոչխարներին, որ իր ոչխարները լսում են իր ձայնը։ Անպայման այդպիսի հատված պիտի կարդամ Հովաննես ավետարան 10-րդ գլխի 27-րդ խոսքից։ Իմ ոչխարներս իմ ձայնս լսում են, Հիսուսի խոսքերն են սրանք։ Ես էլ նրանց ճանաչում եմ ու իմ ետևիցս գալիս են։ Լսեք ինչ խոսքեր է ասում։ Ասում է իմ ոչխարներս իմ ձայնս լսում են։ Ձայնը լսել հասկացողությունը։ Այսօր ինչքան մարդիկ են պայքարում նրա համար, որ Աստծո ձայնը լսեն։ Դուք լսել եք Հիսուսի ձայնը ու լսում եք Հիսուսի ձայնը, դա մի անգամ լսել եմ, այդպես չի լինում։ Կամ մեկ էլ մեկին ասում ես հարաբերություն ունես Աստծո հետ, ասում է հա։ Երբ որ 10 տարեկան էի, մի հատ երազ տես Աստված ինձ, սա չի Աստծո ձայնը լսելը։ Եթե դու նրա ոչխարն ես, դու անընդհատ պիտի լսես այդ ձայնը։ Մի լուրջ ուսուցիչ Աստծո խոսքի, ասում էր Աստված երբեք չի լռում։ Նա անընդհատ քեզ ասելու բան ունի, ամեն ժամանակ քեզ հետ խոսելու բան ունի։ Կարողանում ես լսել, ամեն ժամանակ քեզ ուղղորդելու, առաջնորդելու բան ունի։ Միտեղ ասում է այդ մեղքը մի գործիր, միտեղ ասում է այս ճանապարհով գնա, որովհետև այս ճանապարհի վրա անվտանգ է։ Միտեղ ասում է ես ուզում եմ, որ դու գնաս այս մարդկանց ծառայես։ Դա ասում է չէ, իմ ցանկությունները ուզում են, որ ես չգնամ այս մարդկանց ծառայելու։ Տեսեք, իմ ոչխարները իմ ձայնս լսում են։ Լսել բառը խոսում է նաև հնազանդվելու մասին։ Հնազանդվել Աստծո առաջ ամենակարևոր բանն է։ Գիտեք, մարդը կարող է մի քանի հատ տաճար սարքի, բայց եթե իր կյանքում չի հնազանդվում Աստծուն, ինքը Աստծուն հաճելի չի։ Չգիտեմ ինչ մեծ գործեր կարող անի Աստծո առաջ ու մտածի, որ ինքը մեծ գործ արեց Աստծո առաջ, բայց ամենափոքր հարցում, եթե չի հնազանդվում Աստծուն, ինքը կոչվում է անհնազանդ։ Այդ բոլոր գործերը իմաստ չեն ունենում։ Հնազանդությունը ամենակարևոր բանն է, որովհետև լսել բառը մենք էլ հայերս էլ ենք օգտագործում հնազանդվել իմաստով։ Տենց է թե չէ։ Մեկ-մեկ ծնողները երեխաներին ասում են. «Ինչու՞ չես լսում»։ Իրականում մի նկատի չունեն, որ այդ երեխան խուլ է, չէ՞։ Իրականում մի նկատի ունեն, որ լսածը չի կատարում։ Ասում են. «Ինչու՞ չես լսում»։ Տեսեք Հիսուսը ինչ ասաց. «Իմ ոչխարներս իմ ձայնս լսում են»։ Ես էլ նրանց ճանաչում եմ։ Ում է ճանաչում Հիսուսը որպես իր ոչխարներ, ովքեր իր ձայնը լսում են։ Պատկերացնեք ինչ ուրախալի բան է, մեկ էլ Հիսուսը նայում է քեզ, ասում է ես քեզ ճանաչում եմ, դու իմ ոչխարն ես։ Ու միշտ հովիվը իր ոչխարներին ճանաչում է, այդպես է թե չէ։ Ունեք զարմանալի բան է, ես որ նայում եմ ոչխարներին, կարծում եմ բոլորը նույնն են։ Բայց իրենց հովիվները իրան ասում են, որ սա իմ ոչխարներն են, սա իմ ոչխարները չեն։ Եկեք նայում են ոչխարին, ասում են սա մեր հարևան չգիտեմ ինչի ոչխարն է։ Թե որտեղից իմացավ չեմ հասկանում։ Իմ համար բոլորը մեկ են, բոլորը մի տեսք ունեն կարծես թե։ Լսել եք այդպես մի հետաքրքիր պատմություն կա, ասում են ժամանակներ առաջ նշանավոր մարդկանցից մեկը հայերից, ուրեմն ֆոտոգրաֆ է աշխատում, չեմ ուզում անունը տամ։ Իր մոտ գալիս են ռուս զինվորներ, խնդրում են, ասում են մեզ նկարի։ Մեկին նկարում է, ասում է 2 օր հետո եկեք նկարները տարեք։ 2 օր հետո նույն նկարը բաժանում է բոլորին։ Երբ որ ասում են մեզ նկարները չի, ասում դուք բոլորդ նույն դեմքը ունեք։ Նախ իրենք զինվորներ են, նույն մազերի կտրվածքով, նույն հագուստով, մյուս կողմից ռուս են, ուրիշ ազգից, իր համար բոլորը կարծես մեկ լինեն։
Իմ համար այդպես ոչխարներն են, բայց մեկ էլ նայում ես, որ հովիվները իրենց ոչխարներին ճանաչում են։ Հետաքրքիր է, չէ՞։ Բայց ինչի է դա կապված ճանաչելը։ Նկատում եք դա։ Սա քո մեջ ուրախություն պիտի առաջացնի, որովհետև Հիսուսը քեզ ճանաչում է։ Կարող քո անունը տա, ես քեզ անունով կանչի։ Իմ ոչխարներս իմ ձայնս լսում են, ես էլ նրանց ճանաչում եմ։ Ու իմ ետևիցս գալիս են, կարևոր պայմաններից մեկն է։ Ասում եմ, իմ ետևիցս գալիս են։ Դու մեկ-մեկ ապրում ես քո կյանքում, թե Հիսուսը ինչ ուղղությամբ է գնում։ Դու ասում ես նստեմ, մի քիչ հեռուստացույց նայեմ, Հիսուսը ասում է հիմա սերիալի ժամանակը չի։ Արի գնանք հավաքույթի։ Ասում է ես գնում եմ հավաքույթի, այնտեղ հավաքված են։ Եթե դու իր ոչխարն ես, դու լսում ես ու գնում ես իր ետևից։ Լավ։ Նկատում եք Հիսուսը հաճախ գնում է տեղեր, որտեղ կարող է մեզ համար տհաճ լինի։ Դու ասում ես լավ, ես ինչ գնամ այդ մարդու մոտ, այդքան անգամ գնացել խոսել եմ, ինձ անընդհատ վատ բաներ ասում։ Ես ասում եմ, ես ուզում եմ գնամ այդ մարդու մոտ։ Արի գնանք այդ մարդու մոտ։ Ես ուզում եմ այդ մարդուն ծառայեմ, բայց ձեռքեր չունեմ, քո ձեռքերը պիտի գործեն այնտեղ։ Այդ մարդու համար քո ձեռքերը պիտի գործանեն, դրանք իմ ձեռքերն են թե չեն։ Մի պահ մտածեք դրա մասին, քո ոտքերը Հիսուսի ոտքերն են, քո ձեռքերը Հիսուսի ձեռքերն են, քո լեզուն, քո շուրթերը Հիսուսի շուրթերն են։ Դու այդպես նվիրված ես Հիսուսին, այդպես տրվել ես Հիսուսին, իրավունք չունես ուրիշ բան անելու։ Դու պիտի գնաս այնտեղ, որտեղ ինքն է ուզում։ Դու պիտի գործես այն, ինչ որ ինքն է ուզում։ Պիտի խոսես այն, ինչ որ ինքն է ուզում, որովհետև դու տրվել ես իրեն։ Ճիշտ եմ ասում։ Քո աշխատավայրը, քո կոլեկտիվը, բարեկամությունը, ամեն ինչ պետք է լինի մենակ մի բանի համար, որ այդ վայրերում Հիսուսի ուզածը կատարես։ Մեկի համար ձեռքերով գործ անես, այն մեկի համար խոսես, մխիթարես, հորդորես, խոսես այդ բարի լուրը, որ պարունակում ես, որ ունես քո մեջ, որ դու լցված ես դրանով։ Խոսես, որ ինչպես Հիսուսը քեզ է ճանաչում, այդպես կարա այդ մարդուն ճանաչի։ Բայց գնաս ոչխարի նման հեզ, ու եթե այդ մարդը ուզենա քեզ սպանել, հանգիստ մեռնես, որովհետև դու Հիսուսինն ես։ Հալելույա։ Պիտի շարունակեմ այս հատվածը կարդալ։ Իմ ոչխարներս իմ ձայնս լսում են, ես էլ նրանց ճանաչում եմ, ու իմ ետևիցս գալիս են, ես էլ նրանց հավիտենական կյանք եմ տալիս։ Նկատում եք կան պայմաններ, կան հետևանքներ։ Որ դեպքում է Հիսուսը հավիտենական կյանք տալիս։ Երբ որ գնում են իր ետևից, երբ որ հնազանդ են դրա մեջ, հավիտյան պիտի չկորսվեն, տեսեք ինչ խոստումներ է տալիս։ Ու մեկը իմ ձեռքիցս չի կարող հափշտակել նրանց։ Իմ հայրս, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է, եւ մեկը չի կարող իմ հորս ձեռքից հափշտակել։ Ես եւ հայրը մեկ ենք։ Ուրեմն ի՞նչն է այդ արքիր։ Տեսեք, քանի պայման ասեց, իմ ձայնս լսում են, ճանաչում են, գալիս են իմ ետևից։ Ու դրանից հետո նոր ասեց, մեկը չի կարող իրանց իմ ձեռքից հափշտակել։ Հիսուսը նպատակ ունի իր ոչխարներին պաշտպանելու։ Հիսուսը ուզում է իր ոչխարներին իր ետևից տանի հենց ոչխարների ապահովության համար։ Գայլերը գիտեք ինչ հատկություն ունեն։ Իրենք սիրում են կտրել հոտից, հովից, ինչ որ մեկին կտրել։ Հենց որ կտրեցին հաջողացնում են նրան կուլ տալը, նրան սպանելու։ Չէ որ նրանք գալիս են գողանալու համար եւ գալիս են սպանելու համար։ Հիսուսի ասած խոսքերն են։ Լավ։ Երբ որ Հիսուսը ֆիզիկապես մարմնով ապրում էր երկրի վրա, ինքը այդ պահին չէր ապրում որպես հովիվ, որպես Աստված, ինքը այդ պահին ապրում էր ինքն էլ իր հոր առաջ որպես ոչխար։ Եվ դրա համար գրված է Եսայի մարգարեության 53-րդ գլխում, որ երբ որ Հիսուսին տանում էին սպանելու, գրված է իրեն խուզողների առջև մունջ կանգնած գառան նման էր։ Կարդացել եք Եսայի 53-րդ գլուխը, հետարքիր ձևով գրված է այդ Հիսուսի կյանքի վերջի շրջանի մասին, ինչպես իրեն չարչարեցին, ինչպես մահացավ ու այդ բոլորը արեց մեզ համար։ Երբ որ այս բոլորը խոսեցինք, հավատում եմ, որ նույն ժամանակ դու նայում էիր քո կյանքին ու տեսնում էիր, որտեղ խորագետ իմաստուն չես եղել, տեսնում էիր, որտեղ աղավնու նման միամիտ ու պարզ չես եղել, որտեղ այդ բարի լուրը չես տարել, նկատում էիր այդպիսի բաներ։ Հավանաբար նկատեցիր, որ ինչ որտեղ քո հարաբերությունը Աստծո հետ այդքան լավը չի, որ դու կարողանաս իր ձայնը հստակ լսես ու առաջնորդվես իրենով։ Գուցե քո հնազանդությունը տեսար, որ այնտեղում չի, այսքան ոչխարի դիրքով չես, քո բարի հովի Հիսուսի առաջ։ Նկատում եք, եթե այսպիսի բաներ տեսար, դու հիմա հնարավորություն ունես նրա առաջ կանգնելու, ուղղելու քո դիրքը, փոխելու, մի բան ավելացնելու քո կյանքից։ Երբ որ նեղությունների ժամանակ դու բողոքում ես, հավանաբար դու նկատեցիր, որ այդ ժամանակ դու իմաստուն ձևով չես վարվում, ու կարիք կա այդտեղ քո կաշվից մի բան թողնելու, քո հին կաշվից, ու մի հատ նորը հագնելու դրա փոխարեն։ Մի խոսքով ես բոլորը չթվարկեմ, բայց եթե դու այսպիսի բաներ տեսար, հիմա աղոթքի մեջ ես քեզ առաջարկում եմ, փակիր աչքերդ, մոռացիր ամեն ինչ։ Այն ինչը որ տեսար, որ լավը չի քո եւ Աստծո միջև, ուղղիր դա։ Եկեք իրար հետ ոտքի կանգնենք։